Պարոն Հակոբյան, ես ուզում եմ հետաքրքրվեմ ձեր բնակարանի գողությունը ինչ եղավ, ինչ է արել իրավապահ մարմինները եւ կոնկրետ դուք այս ժամանակահատվածում կոնկրետ հարցադրումներ արել եք իրավապահ մարմիններին, ինչ եղավ։ Հարցադրումներ չեմ արել, բայց ինչքան գիտեմ, այս պահի դրությամբ կասկածվող մարդ կա, ում տարել են, երեք եմ իմացել, ում տարել են կալանքի։ Արդեն կալանքի։ Հա, կարծեմ, ինչքան գիտեմ տարել են կալանքի։ Ով է անձը, կասկածել։ Գիտեմ, որ այդ մարդը աշխատել է իմ տանը, այսինքն ոչ թե աշխատել է, այլ երբեմն երբ որ Բաքվում ինչ-որ աշխատանքներ են եղել, ես իրեն կանչել եմ, որպեսզի իմ տանը այդ բակի աշխատանքները, չգիտեմ, ծառերի հետ կապված բան։ Ես որևէ բանից այլևս տեղյակ չեմ, ես գիտեմ որևէ բանից տեղյակ չեմ, ես գիտեմ, որ իրեն են կասկածել եւ այդքան։ Այո, ինքը երկրից դուրս է եղել, իրեն Ռուսաստանում կարծեմ հայտնաբերել են, ձերբակալել են, տեղափոխել են այստեղ եւ երեք եմ ուղղակի այսպես իմացել, որ տարել են կալանքի, 2 ամսյա կալանքի են տվել։ Ամենակարևոր հարցը, փաստացի եւս մեկ անգամ կհիշեցնեք, որպես ներառություններ, ինչ էին տարել ձեր բնակարանը եւ ամենակարևորը։ Ես արդեն դա ասել եմ։ Բայց գողոնը Ես չգիտեմ, ես նորից եմ ասում, ես անգամ հիմա այն որ իրեն են կասկածում, դա դեռ չի նշանակում, որ այսինքն ես երևի հիմա ճիշտ կլինի լռեմ, որովհետեւ որևէ ձևով եթե ես մեկնաբանեմ, կլինի ինչ որ ազդեցություն process-ի վրա, այնպես որ չեմ ցանկանում որևէ ձևով մեկնաբանել, հիմա process-ը գնում է, տեսնենք ինչ կլինի։ Պարոն Հակոբյան, օրես մամուլը գրել է, որ դուք հատուցել եք պետհամարանիշների նկատմամբ եւ շատ ծանր եք տարել, որ 21-ից հետո պատգամավորներին այլևս պատգամավորական այդ հայտնի համարանիշներով սերիաներով չկա, այլևս չի դրամադրվում։ Եվ ասում եմ, վերջինս դուք ձեր երկհանգարժեք մեքենային այնպիսի համարանիշներ գրել, որի տառել է ձեր անուն ազգանվանը։ Դուք կարող եք նայել իմ հայտարարագիրը, տեսնել ինչ մեքենա է իմ մեքենան, ինչ պետհամարանիշներ են վրան։ Դուք բացեք իմ հայտարարագիրը, այնտեղ գրված է։ Հիմա հայտարարագրում խնդրում եմ, սխալվում եք, դուք նայեք, բացեք հայտարարագիրը, նայեք ինչ մեքենա ունեմ ես, իմ սեփական մեքենան։ Ես ունեմ Volvo Magnitsky մեքենա, իմ սեփականը, ինչի մասին, որի համարները, բացեք ինքներդ նայեք։ Դե ասում եմ, ես ասում եմ հաստատում եք։ 101-04 մեքենան, դա եթե այդ լրատվամիջոցը, որ դա գրել էր, կամ չգիտեմ լրատվամիջոցները գրել թե ոչ, դա չի կարող լինել սեփական մեքենա։ 101-04 համարները եւ ընդհանրապես երբ որ երկնիշ թիվը վերջում է համարների, դա սեփական մեքենա չի համարվում։ Այնպես որ ասել, որ դա իմ մեքենայի համարներն են, արդեն դա սուտ է։ Հիմա ինչպես է ձեր մեքենայի համարը։ Դե բացեք, հիմա ինչ ախր դուք լրագրողներով այ հիմա գրել են, չէ, որ դա իմ պետհամարիչներն են, չէ, բայց էլեմենտար խուճուճ բան չեմ առաջացնում, էլեմենտար բան գոյություն ունի 101-04 համարները չեն կարող լինել սեփական մեքենայի վրա։ Ես անկեղծ 37409 37 իմ բացեք հայտարարագիրը, նայեք ինչ մեքենա է իմ մեքենան եւ դրա վրա ինչ համարներ են դրված։ Դա սեփական մեքենայի համարներն են, երբ որ երկնիշ թիվը դիմացում է, հետո եռանիշ թիվ։ Իսկ երբ որ եռանիշ թիվը դիմացում է երկնիշ թիվը վերջում, դա սեփական մեքենայի համարներ չեն։ Պարոն Հակոբյան, դուք ինչպես կմեկնաբանեք ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի պահված երեք ազգային ժողովի հարևանությամբ։ Ես նախքան ազգային ժողովի նախագահի
պահվածքը մեկնաբանելը պետք է մեկնաբանեմ այն անձնավորության պահվածքը, որը խուլիգանական, ես կմեկնաբանեմ եւ կորակեմ խուլիգանություն իր պահվածքը, երբ որ մարդը իրեն թույլ է տալիս Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահի հետ խոսել արայով։ Դա առնվազն խուլիգանություն է, դա երբևէ որևէ մեկը թող չհամարի խոսքի ազատություն, որովհետև խոսքի ազատությունը պետք չէ շփոթել խուլիգանության հետ։ Եվ եթե իրենց կարծում է, որ օրինակ իրենք ապրում են այնպիսի մի երկրում, որ իրենք կարող են ազգային ժողովի նախագահային բարձրաստիճան պաշտոնյաների հետ խոսելիս օգտագործեն արա եզրույթը եւ մնան անպատասխան, առնվազն սխալվում են։ Իհարկե հիմա դրանց համար իրենց ծնոտին չեն ստանում, իհարկե հիմա այդպիսի արարքի համար, արայով խոսելու համար զուգարանում ախրանիկները ծեծելով չեն սպանում, բայց դա չի նշանակում, որ պետք է դրան ընդհանրապես պատասխան չլինի։ Պատասխանը կլինի այնպես, ինչպես սեռական բնույթի հայանք ինքը հնչեցեց այն բանից հետո, երբ որ Ալեն Սիմոնյանը նրան պատասխանեց իր արա ասածին։ Ինքը, բաներություն կներեք, էլի եմ ասում, ինչ պետք է Արամ Պապատը ասելու փոխարեն իր թիկնապահներին հրահանգեր տանեին զուգարանում գլուխը պատերին տալով, բռունցքով սպանեին, թե մի հատ ծնոտին խփեին, թե մի հատ, ինչպես երջանկահիշատակ Սեյրան Օհանյանը կարծեմ ասեց, բա Արամ Մանուկյան, Սերժ Սարգսյանին հայում ես, մի հատ, ինչպես? Սեյրան Սարյանի, ներողություն, Սեյրան Սարյանը, որ ազգային ժողովի անձնից ասում էր, որ բա Արամ Մանուկյան, ուզում ես Սերժ Սարգսյանին հայես մի հատ ապտակել չուտես, թե պետք է այդպես գործեր Ալեն Սիմոնյանը, որ այսօր էլ ասեր, բա ուզում եմ իմ հետ արայով խոսեմ, մի հատ ծնոտին էլ չուտի, ոչ։ Իրավապահներին կարծեմ արդեն հետագա հայյանքի համար, որը երևի թե ինչքան գիտեմ, եթե չեմ սխալվում, որակվել է որպես խուլիգանություն, արդեն դիմել է իրավապահներին, բայց արայի համար դիմել իրավապահներին, դե հա ես որքան գիտեմ, էլ եմ ասում, իրավապահներին դիմել են արդեն հայյանքի համար, որը երևի խուլիգանություն է, բայց արայի համար ասել Արա ազգային ժողովի նախագահին եւ մնալ անպատասխան շատ լավ, պարոն Հակոբյան, կներեք, ֆիքսեցին, որ եկել են, ինչպես քպականներն են ասում, սադրել են, վիրավորել են ազգային ժողովի նախագահին, սեռական բնույթի հայյանք են հնչեցրել եւ դրա համար պետք է այդ անձը օրինակ պատասխան տա, շատ լավ։ Ինչի համար պատասխան տա։ Իր պահվածքի։ Հայյանքի եւ խուլիգանության համար։ Հայյանքի եւ խուլիգանության համար։ Եվ հիմա ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը պետք է նաեւ ինքն էլ իր կողմից հնչեցրած հայյանքի համար պատասխան տա։ Ես անկեղծ այդ տեսանյութը նայել եմ եւ այնտեղ չեմ լսել, որ ազգային ժողովի նախագահը հայ, բայց ազգային ժողովի նախագահը մի քանի անգամ իր տարբեր իրավիճակներում հայտնված պահվածքի համար ներողություն խնդրել է։ Այնպես որ եթե դե ուրեմն այնպիսի բան չի արել, որի համար ներողություն խնդրի։ Ալեն Սիմոնյանը, դե ես չեմ լսել, հիմա ինչպես կարող եմ մեկնաբանել եւ ասել, որ Ալեն Սիմոնյանը պետք է ներողություն խնդրի, եթե ես ինքս չեմ լսել Ալեն Սիմոնյանի հայյանքը։ Հետաքրքիր գիտեք ինչ նա պարոն Հակոբյան, որ այդ 20 վայրկյան տևողության պետ իրավիճակում այդ ընդդիմադիր գործչի հայոյանքին անմիջապես է հաջորդում Ալեն Սիմոնյանի հայյանքը։ Ես չեմ լսել։ Դուք ասում եք հետաքրքիրը գիտեք, դե չեմ լսել, որովհետև չեմ լսել Ալեն Սիմոնյանի հայյանքը։ Եթե դուք ինձ ցույց կտաք այդ տեսանյութը, որտեղ ակնհայտ լսվում է Ալեն Սիմոնյանի հայյանքը, կասեմ, որ հիմա լսեցի, բայց ես չեմ լսել։ Պարոն Հակոբյան, այսուհանդերձ չեք կարծում, որ առհասարակ հանրային պետական պաշտոնյան կլինի վարչապետ, կլինի ազգային ժողովի նախագահ, նախարար, պատգամավոր, որը կապ չունի պետական բարձրաստիճան պաշտոնյան։ Պետք է շատ ավելի զուսպ
կոռեկտ եւ շատ ավելի ստրեսակայուն լինի նման տարատեսակ իրավիճակներում, քաղաքացիների հետ շփումներում կամ գուցե լրագրողների հետ շփումներում նաեւ, որպեսզի նաեւ հաշվի առնելով, որ ցանկացած տեսակի քննադատություն, խոսք, վիրավորանք կարող է հնչեցնել պետական պաշտոնյաների հասցեին, բայց դա չի նշանակում, որ ինքը եւս օրինակ պետք է նման ձևով արձագանքի, ինչ-որ մեղադրանքի, քննադատության, վիրավորանքի եւ այլն։ Այսինքն ընդհանուր առմամբ պետական պաշտոնյայի հանրային պահվածքը նորմալ է մեր երկրում։ Ես այո համարում եմ, որ պետք է լինի զուսպ, կոռեկտ, բայց պետք է նաև ասեմ, որ այո, եւ հենց այդ իսկ պատճառով մենք կուսակցությունը ընդունել ենք կանոնագիրքը, այդ բանի հետ կապված, հա, էթիկայի կանոնագիրքն ենք ընդունել, բայց եւ լինում են դեպքեր, երբ ուղղակի մարդը տրվում է էմոցիաների եւ իհարկե, եթե այդ դրվագները այնպեսին են, որ ուղղակի կարելի է դրա համար ներողություն խնդրել եւ այնտեղ չկա որևէ հանցակազմ, որ կամ զանցանք, որ կարելի է օրինակ, չգիտեմ, դրա համար նաեւ պատասխանատվության ենթարկվել, մարդիկ ներողություն են խնդրում եւ այո, այնուամենայնիվ ես եւ մեր թիմը համարում են, որ այո, մենք պետք է եւ դրա մասին խոսում ենք շատ հաճախ, որ պետք է լինել ավելի զուսպ եւ աշխատում ենք այդ ուղղությամբ, բայց լինում են դեպքեր, որ մարդիկ տրվում են էմոցիաներին եւ հետո բացատրում են ինչու իրենք տրվեցին էմոցիաներին եւ հարկ եղած դեպքում նաեւ ներողություն են խնդրում։ Ո՞րն է ձեր կոչը ձեր այն դիմակոսներին, որոնք ժողովրդավարությունը, խոսքի ազատությունը կարծեք շփոթում են խորհրդայության հետ եւ իրենց թվում որ իրենք կարող են գալ օր ցերեկով կամ նել սրական դեպի հայոց տարածքների ժողովի նախագահի եւ հետո այդպես զորի կերպարով Դե եթե իրենք իրենց համարում են ընդդիմություն, ընդդիմախոս, կոչս հետեւյալն է, որ ավելի լավ կլինի, որպեսզի իրենք բովանդակային դաշտում գտնվեն եւ փորձեն մեր հետ բովանդակային քննարկումներ անցկացնել, այլ ոչ թե փորձեն արայով կամ այլ չգիտեմ, երևի երբեմն վիրավորանքներով փորձեն սադրեն, որպեսզի դիմացինը տրվի սադրանքների եւ այդտեղից ստացվեն տարատեսակ աղմկահարույց վերնագրեր։ Ավելի լավ կլինի, որ եթե կան բովանդակային քննարկումներ, բովանդակային մեղադրանքներ ինչ-որ հարցի շուրջ, ավելի լավ կլինի դրա մասին խոսեն, քան արայով խոսեն, հայոեն, թուրք, դավաճան, արդեն 4-5 տարի, 6 տարի այդ ամեն ինչի մեջ ենք ապրում եւ դա արդյունք չի տվել ուղղակի 2021 թվականի ընտրություններն էլ դրա հատածվեց։ Շնորհակալություն։